Դե ինչ, ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ եւ առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Այսպիսով, Գյումրիում հետընտրական ինտրիգը կարծես հանգուցալուծվեց, կտանք անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին առանց որևէ պաշտոնի, առանց որևէ ակնկալիքի, որևէ պայմանավորվածության, Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո վերջապես խոսեց։ Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ այս օրերին ամբողջ Գյումրին եւ հանրապետությունը լարված սպասում էին որոշմանը, որից կախված է Գյումրու եւ երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։ Մեր քաղաքադաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող տեխնացու Վարդան Ղուկասյանին առանց որևէ պաշտոնի ակնկալիքի եւ որևէ պայմանավորվածության եւ հետագա ամբողջ պատասխանատվությունը քաղաքի հետագա ճակատագիրը ԿՊ-ին տալու չտալու մասով այսուհետև թեև վերցնում է իրենց վրա 3 ուժերը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Այնուամենայնիվ բոլորդ էլ գիտեք, ես ձեռքերս ծալած չեմ նստելու եւ շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ԿՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։ Իսկ մեր քաղաքադաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։ Եվ սա մի հատված էր ծավալուն գրառումից, որով հանդես էր եկել Facebook-ում պարոն Գրիգորյանը։ Մենք գնանք առաջ, ինչպես եւ ակնկալվում է, ընդդիմությունը ցնծության մեջ է, հնչել են շնորհավորանքներ, շնորհավորում եմ բոլորիս Գյումրիում եւ Փարաքարում ԿՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել իմ հզոր համայնք կուսակցության Գյումրու քաղաքապետի տեխնացու Ռուբեն Մխիթարյանը։ Գյումրիում ընտրությունը ոչ մեկին թույլ չտվեց պղտորել ջրերը։ Շնորհակալ եմ մյուս 3 ընդդիմադիր տեխնացուներին։ Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել հանունի համար։ Շնորհավոր սիրելի գյումրեցիներ, առջևում բաղձալի հաղթանակներն են, գրել է նա։ Դե ինչպես եւ ակնկալվում է, բնականաբար իշխանական թևից հակադարձում են Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը եւ Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին եւ դրանք տվեցին Վարդան Ղուկասյանին։ ԿՊ-ական պատգամավոր Վագն Ալեքսանյանն է հայտարարում։ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ կմիանա Վարդան Ղուկասյանին։ Այս մասին ասված է ԿՊ խմբակցության պատգամավոր Վագն Ալեքսանյանի գրառման մեջ։ Այսպիսով մեջբերեմ իր խոսքը Գյումրիում տարածիորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք։ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը եւ իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին եւ դրանք տվեցին Վարդան Ղուկասյանին, նշել է Ալեքսանյանը։ Իհարկե սա լավ քաղաքական վերլուծության թեմա է, այստեղ հարց է առաջանում, իսկ ինչու գյումրեցին այդպես քվեարկեց, բայց հարցը մնում է բաց, մենք նախորդ թողարկումներում ծավալուն խոսել ենք այս թեմայի շուրջ, ուստի առաջարկում եմ ընթանալ առաջ, խոսել այլ թեմաներից։ Կառավարությունում հյուրընկալեցի Վիետնամի ազգային ժողովի նախագահի պատվիրակությանը։ Փաշինյանն է տեսանյութ հրապարակել իր էջում։ Այսպիսով վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան եւ ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման երկուստեք հետաքրքրվածության մասին, ինչը դրական է եւ ողջունելի։ Չան Թան Մանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար, ընդգծելով, որ այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստան-Վիետնամ բարեկամությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները, կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ միջոցառումների եւ քայլերի մշակման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են նաեւ միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական կարևորությունը, ինչը կարող է հավելյալ խթան հանդիսանալ երկկողմ կապերի զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանը եւ Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային մի շարք այլ հարցերի շուրջ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Աշակյանը այսօր ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Ճան Քուան Ֆնին եւ Վիետնամի խորհրդարանի պատգամավորներին։
Ազգային ժողովից հայտնում են, որ հյուրերը մեր երկրում են Վիետնամի ազգային ժողովի նախագահ Չաթանմանի այցի շրջանակներում։ Ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան, ազգային ժողովի փոխնախագահը արձանագրել է, որ Վիետնամի հետ մեր երկիրը ունի ջերմ երկխոսություն, որը շարունակական զարգացման միտում ունի։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, փաստել, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրելու փոխհամաձայնեցված փաստաթղթերը։ Իսկ ահա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման հանդիսավոր արարողությունը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ մաղթել հաջողություններ։ Փոխվարչապետ Մեր Գրիգորյանը ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Հանդիպանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, քննարկել են սահմանազատման գործընթացը եւ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի պետության արտաքին գործերի պետնախարար Սուլթան բին Սադ ալ Մուրեյխի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Կատարի պետության միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, փոխադարձաբար ընդգծելով տնտեսական, ներդրումային, զբոսաշրջային եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանման հրամայականը։ Երկուստեք կարևորել են ռեզիդենտ դեսպանությունների գործունեությունը երկկողմ օրակարգի զարգացման գործում եւ պայմանավորվածություններ են ձեռք բերել կրկնապատկել ջանքերը, ել ավելի ընդլայնելու հարաբերությունների հարուստ օրակարգը թե երկկողմ եւ թե բազմոլորտ հարթակներում։ Նախարարի տեղակալ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Կատարի պետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացման ողջունումը, ինչպես նաեւ բարձր է գնահատել Կատարի բարձրագույն ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած խաղաղության խաչմերուկ ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը։ Ընթանանք առաջ Պարույր Հովհաննիսյանը ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Իդեպ քիչ առաջ մենք տեղեկացանք, որ Պարույր Հովհաննիսյանը անպաշտոն չի մնալու, քիչ առաջ տեղեկացանք, որ պարոն Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Ընթանանք առաջ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար եւ բարերար Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի Աֆեյան AIFA հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին, ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության կարեւորությունը։ Եվ քանի որ խոսք գնաց տնտեսության մասին, շարունակելով թեման, ներքին շուկայով պայմանավորված Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող խոզերը, որը հայկական խոզի տեղ վաճառվում է շուկայում եւ ոչ միայն, լուրջ հարված է հասնում մեր ֆերմերներին։ Ահա այս տեսակետն է հայտնել գյուղոլորտի փորձագետ Հարություն Մնացականյանը, անդրադառնալով անասնաբուծության շուկայում առկա մի շարք խնդիրներին։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով նախորդին հրապարակած տվյալներ են համենայն դեպս դրա մասին փաստում, որ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը Հայաստանում շարունակում է նվազել։ Օրինակ, այս տարվա սկզբին Հայաստանում շուրջ 476,000 անասուն է հաշվարկվել, մեկ տարի առաջ կենդանիների թիվը հասնում էր 490,000-ի։ Վերջին 5 տարիների անասունների գլխաքանակը ցավոք կրճատվել է ավելի քան 22%-ով։ Մարզերում պատկերը եւս
նույնն է, Գեղարքունիքում շուրջ 72,000 խոշոր եղջերավոր անասուն է հաշվառվել, ընդ որում նախորդ տարվա դրանց թիվը 4,000-ով ավելի մեծ էր։ Արագածոտնի մարզում 53,000-ն է հաշվառվել, այնինչ նախորդ տարվա համեմատ 2,000-ով պակաս։ Նույն պատկերն է նաև Սյունիքում և Արմավիրում։ Անդրադառնալով անասունների գլխականակի կրճատման խնդրին, փորձագետ Մնացականյանը ասում է, որ դա հիմնականում պայմանավորված է արոտավայրերի նվազմամբ։ Ընթանանք առաջ, քանի որ օրենքի մասին խոսք եղավ, ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ տղամարդը, ով 36 բնակարան է թալանել, ուշադրություն, 36 բնակարան, ձերբակալվել է 37-րդ բնակարանը թալանելիս։ Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Արարատի քրեական ոստիկանների բացահայտման տեսանյութը հանձնում ենք ձեր ուշադրությանը։ Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ և մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան ևս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն։ Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։ Մեկնել ենք նշված վայր, որտեղ հայտնաբերվել ենք բնակարանի գողություն կատարող երևանցուն, ձերբակալել և տեղափոխել ենք Արարատի մարզային վարչություն։ Տեխնիկական միջոցի գործադրման պատմանը բացելու միջոցով մուտք էր գործել նշված բնակարան, տակտու վրա էր արել տանիրերը։ Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանեց, որ Մայրաքաղաքում և Հայաստանի տարբեր մարզերում կատարել է ևս 36 բնակարանային գողություն։ Կազմված բացաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։ Ոստիկանությունը հորդորում է հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հիմա զուգակցելու եմ մեր նոր տուն։ Գնանք։ Գնացինք։ Բենյամինը եղբայրներից ավագն է, մեծավարի մեզ իրենց տուն է ուղեկցում։ Բաչեն ու Արթուրը դեռ չեն գիտակցում սեփական տունն ունենալու բախտավորությունը, փոխարենը ավագ եղբայրն է հյուրընկալ տանտիրոջ պես ներս հրավիրում։ Բարեկալով մեր նոր տուն։ Շնորհակալություն։ Բենյամինն արդեն որոշել է, թե իրենց սենյակում կահույքն ու խաղալիքներն ինչպես պիտի դասավորեն, որ եւ դասապատրաստման եւ խաղալու տեղ լինի։ Այստեղ լինելու մեր բաղճակալը, այստեղ մեր պահարանը։ Բոլորով կտեղավորվեք։ Այո, որովհետև բաղճակալը բացող փակվող է լինելու։ Մտածել եք։ Այո, որ առավոտյան շատ տեղ չզբաղեցնի փակեք, իսկ երեկոյան որ քնելուլեք բացեք։ Բազմազավակ Ղալումյանների ընտանիքն առաջիններից էր, որ սահմանամերձ Սևքարում տուն կառուցելու պետական ծրագրի շահառու դարձավ։ 1400 քառակուսի մետր հողատարածքը Աշոտը պապից ժառանգություն է ստացել։ Տան շինարարությունը 2023-ի փետրվարին են սկսել, ամիսներ անց արդեն պատրաստ էր։ 4 տղա զավակ ունեմ, 2 տուն պակաս եմ սարքելու էլի իմ ուժերով։ Մարդիկային տուն չունեին, ունեցան եւ աշխատատեղեր բացվեց։ Դուրս խոպան չգնացին մեծ մասը, այս տարի մնացին Հայաստանում իրանց ընտանիքների հետ։ Կառուցումն էլ ներքին հարդարման աշխատանքներն էլ ավարտել են, կահույքի մի մասը տեղադրել, կահավորումն ավարտեն կտեղափոխվեն մշտական բնակության։ Առայժմ աչքալուսանքի սեղանի շուրջ են հավաքվել, հոր կողքից հեռու չի գնում Բենյամինը, բայց նրանից թաքուն մի երազանք ունի։ Իսկ ես փող եմ հավաքում, որ կարողանանք մեր տան հետևը լողավազան պատրաստենք։ Սահմանամերձ գյուղերում բնակապահովման պետական ծրագրի շնորհիվ 2150 ընտանիք տան տեր դառնալու հնարավորություն ստացավ։ 16 միլիոնն էլ դրա տոկոսադրույքն էլ պետությունը կվճարի։ Նոր կարգի համաձայն 5 բնակավայրից բացի ծրագրով տուն կառուցելու հնարավորություն ունեն նրանք, ովքեր շինթույլտվությունը ստացել են մինչև անցած տարվա սեպտեմբերի 1-ը։
24 թվականի դեկտեմբեր ամսին կառավարության կողմից ընդունվեց որոշում ծրագիրը կոնկրետ բնակավայրերում եւ կոնկրետ թիրախային խմբերի համար վերաբացելու մասին։ Դրանք Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց եւ Ոսկեբար բնակավայրերն են, ինչպես նաեւ Վայոց ձորի մարզի Կոմք բնակավայրը։ Որ բնապահպան Աշոտի տան հարդարումը սրտով լիներ, թիկունքում հայրենի Սարու դաշտի տեսարանը պարտադիր էր։ Բնակապահովման պետական ծրագրի գլխավոր նպատակներից մեկը հայ մարդուն հայրենի գյուղին հող ու ջրին կապելն է, որ մնան ու շենացնեն իրենց բնակավայրերը։ Չեմ էլ մտածել ճիշտն ասած ոչ մի անգամ որ գյուղից դուրս գամ, որովհետև ես սիրում եմ իմ գյուղը եւ հայրենիքը։ Հենց հայրենիք սկսում է գյուղից, դաժե խոսելուց հուզվում ես, որ հայրենիք ես ասում, գյուղ ես ասում։ Շատ շատերիս համար սա եղել է երազանք նպատակ սեփական տուն ունենալ հայրենի հողում, գյուղում ու այս ծրագրի շնորհիվ իրականություն դարձավ։ Սահմանամերձ Բերքաբերում է ծնվել, մեծացել Վահագնը, բայց տեղափոխվել էր Իջևան ապրելու։ Հարազատ գյուղի հետ կապը երբեք չի կտրվել։ Գյուղ վերադառնալու եւ սեփական տունը կառուցելու հնարավորությունը բաց չթողեց։ Հիմա բնակֆոնդը 70-80%-ով թարմացել է մեր համայնքի մասին է խոսքը։ Ով տուն ունի հինա նորն է կառուցում, մեծ մասն էլ որ բազմազավակ ընտանիքներ են եղել, երկրորդ տղա, երրորդ տղա, այդ մարդիկ արդեն առանձին տներ են իրենց համար կառուցում։ Մինչև ծրագիրը Սահմանամերձ գյուղի այս հատվածում ոչ մի տուն չկար, խորհրդային տարիներից հետո Բերքաբերում հատուկենտ տներ են կառուցվել։ Հիմա գյուղում մի քանի բնակելի թաղ է ավելացել։ Կառավարությունը հատուկ մոտեցում ունի Բերքաբերի, Բաղանիսի, Կիրանցի ու Ոսկեբարի նկատմամբ։ Տավուշի մարզի 4 բնակավայրերի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախորդիվ, այն է 24 թվականի հուլիս ամսին, ծրագրում իրականացվել էր փոփոխություն, որով այդ բնակավայրերի համար սահմանվել էր արտոնություն, այն է աջակցությունը 16 միլիոն դրամի փոխարեն սահմանվել էր 21 միլիոն դրամ, եթե ամուսիններից առնվազն մեկը ծրագրին դիմելու օրվա դրությամբ ունեցել է վերջին 1 տարվա հաշվառում հենց այդ բնակավայրում։ Իմ ընտրած տունը դիպային նախագիծ է, բայց առանց 5 միլիոնի էլի ահագին կդժվարանայի ես տարիներ կպահանջվեր, որ կարողանայի վերջնական տեսքի բերեմ ապրելու լինի։ Վահագնն այս տարի տան շինարարությունը կավարտի, կտեղափոխվի մշտական բնակության։ Հպարտության առիթը միայն տունը չէ, պետական ծրագրով նաև նորատունկ այգի ունի։ Անհամբեր սպասում է երբ են ծաղկելու նռնենիները, որ պատշգամբից հիանա տեսարանով։ Ծրագրի շնորհիվ միայն Բերքաբերում 85 ընտանիք նոր տուն կառուցելու հնարավորություն ստացավ։ Ծրագրի շահառուներից մոտ 1360-ը Տավուշի մարզում են, մնացածը Վայոց ձորում, Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում, 60-ից ավելի ընտանիք արդեն հաղթահարել է շինարարական փուլը, ստացել ավարտական ակտը։ Շարունակենք քննարկումը միջազգային լրահոսին ընդառաջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ասում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Ելույթ ունենալով Բաքվում կայացած էներգետիկ միջոցառման ժամանակ Ջեյքոբսը ասել է, որ խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգության եւ բարգավաճման նոր դարաշրջան կբացի։ Իսկ ահա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ուղղված նամակում համոզմունք է հայտնել, որ միջազգային հարթակներում Մոսկվայի եւ Բաքվի գործողությունների համակարգումը եւ փոխադարձ աջակցությունը կաշխատի Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման համար։ Մենք նպատակ ունենք շարունակել համակարգված աշխատանքը մեր արտաքին հարաբերությունների գերատեսչությունների միջև։ Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը եւ փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ եւ տարածաշրջանային ձևաչափերով կնպաստի փոխշահավետ համաձայնագրերի իրացմանը Հարավային Կովկասում եւ Կասպից տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, ասել է Ռուսաստանցի արտաքին գործերի նախարարը Ջեյհուն Բայրամովին ուղղված շնորհավորական նամակում։ Այս պահին տեսնենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը միաձայն կողմ է քվեարկել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնից ազատելու օգտին, այսպիսով սատարելով խորհրդարանի կողմից նրան իմպիչմենթի հայտարարումը, որը տեղի էր ունեցել երկրում ռազմական դրություն հայտարարելու պատճառով։ Դատարանի վճիռն ուժի մեջ է մտել անմիջապես եւ երկիրը պետք է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնի 60 օրվա ընթացքում։ Ակնկալվում է, որ ընտրությունները կնշանակվեն հունիսի 3-ին։ Դատարանի որոշումից հետո Յուն Սոկ Յոլը ներողություն է խնդրել ժողովրդի ակնկալիքները չարդարացնելու համար, իսկ նախագահի պաշտոնակատար Han Dok-sun խոստացել է ապահովել կայունություն ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում։ Յուն Սոկ Յոլը իմպիչմենթի էր ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի կեսերին սահմանադրությունը եւ երկրի օրենքները խախտելու համար։ Դեկտեմբերի 3-ին նա երկրում ռազմական դրություն էր հայտարարել եւ զորքեր էր մցրել ազգային ժողով ու պահանջել էր ձերբակալել քաղաքական գործիչների։ Ըստ դատարանի որոշման երկրում ռազմական դրություն հայտարարելու իրավական նախադրյալներ չեն եղել։ Ըստ Կորեայի Հանրապետության սահմանադրության նախագահը կարող է ռազմական դրություն հայտարարել պատերազմի ժամանակ կամ դրան համազոր արտակարգ իրավիճակի դեպքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին հայտարարված փոխադարձ մաքսատուրքերը զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության զարգացման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։ Նա ասել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանված մաքսատուրքերի հետևանքների ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ամսվա վերջին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։ Հիշեցնենք, որ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից եւ տարածքներից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա նշել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10%-ի չափով։ Առանցին պետությունների համար նա սահմանել է անհատական մաքսատուրքեր։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից սահմանել է 25% մաքսատուրք երկիր ներմուծվող բոլոր ավտոմեքենաների համար։ Ուկրաինայի անվտանգության որոշ երաշխիքներ կարող են ընդունելի լինել Կրեմլի համար, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելը բոլորովին անհնար է։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը, չհստակեցնելով, թե Մոսկվան ինչ երաշխիքներ է ընդունելի համարում։ Հիշեցնենք, որ Դմիտրիևը այժմ Վաշինգտոնում է։ Լրատվամիջոցների հետ զրույցներում նա չի նշել, թե կոնկրետ ում հետ է հանդիպել, չնայած ոչ պաշտոնապես հաղորդվել էր, որ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Այնուամենայնիվ Դմիտրիևը իր հանդիպումները գնահատել է դրական։ Դմիտրիևը նաև հայտնել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման հնարավորության մասին, որոնք ընդհատվել էին COVID-19-ի համավարակի սկզբին եւ չեն վերականգնվել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւ Հնդկաստանի ռազմածովային ուժերի նավերը առաջադրանքներ են կատարել Բենգալյան ծոցի ջրատարածքում Ինդրա Նեվի 2025 համատեղ զորավարժությունների շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Խաղաղ օվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։ 3 օր շարունակ երկու բարեկամ երկրների նավաստիները կատարելագործել են մարտավարական մանևրումները համատեղ զորաշարքերի կազմում։ Կատարելագործել են անօդաչու թռչող սարքերի եւ պայմանական հակառակորդի առանց անձնակազմի կատերների դեմ պայքարի գործնական հմտությունները։ Հրետանային հրաձգություն են իրականացրել ծովային եւ օդային թիրախների ուղղությամբ, ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ներկայում երկու երկրների նավերը վերադարձել են հնդկական Չենայ նավահանգիստ զորավարժությունների արդյունքները ամփոփելու եւ դրա փակման պաշտոնական արարողությունը անցկացնելու համար։ Ուկրաինան եւ Ռուսաստանը հայտարարել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինական կողմում կա 4 զոհ, իսկ ռուսական կողմում 1 զոհ։ Հարվածների հետևանքով կան նաեւ վիրավորներ։ Ռուսական ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերով հերթական անգամ գրոհել են Խարկովը։ Ըստ քաղաքապետ Իգոր Տերեխովի փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել 4-րդ զոհի մարմինը։ Եվս 35 մարդ վիրավորվել է։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ապրիլի 3-ի գիշերը եւ ապրիլի 4-ի առավոտյան խոցել են ուկրաինական 107 ինքնաթիռային տիպի ԱԹՍ մի շարք տարածաշրջաններում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը ետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով մեկ օրվա ընթացքում առնվազն 112 պաղեստինցի է զոհվել։ Զոհերից 33-ը, որոնց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, գրանցվել են Գազայի 3 դպրոցների վրա իսրայելական ուժերի հարձակման պատճառով։ Դպրոցներն օգտագործվում էին որպես ապաստարան հարյուրավոր տեղահանված պաղեստինցի ընտանիքների համար։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդմամբ 18 մարդ զոհվել է ապրիլի 4-ի լուսադեմից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարձակումների ժամանակ։ Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակն աշխատում է Գազայի հատվածի հյուսիսում ցամաքային գործողության ընդլայնման ուղղությամբ։ Չնայած Համասի հետ գործող հրադադարին մարտի 18-ից Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները։ Այս ընթացքում զոհվել է առնվազն 1163 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 3000-ը։ ԱՄՆ կենտրոնական նահանգներում հորդառատ անձրևներով ուղեկցվող տասնյակ պտտահողմերի պատճառով առնվազն 7 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ Պտտահողմերը ձևավորվել են տեղական ժամանակով ապրիլի 2-ի երեկոյան կենտրոնական ԱՄՆ-ում, այնուհետև հաջորդ օրվա ընթացքում շարժվել են դեպի արևելք։ Զոհերը գրանցվել են Թենեսիի, Միսուրիի եւ Ինդիանայի նահանգներում։ Արկանզասի, Թենեսիի եւ Միսիսիպիի նահանգներում հայտարարվել է փոթորիկի վտանգ, որը կարող է տարածաշրջանում մոլեգնել մինչև ապրիլի 5-ը։ Բացի այդ, նշված նահանգներում ապրիլի 5-ին եւ 6-ին հորդառատ անձրևները ամենայն հավանականությամբ հեղեղումներ կառաջացնեն։ Թենեսիի Սելմեր քաղաքում ըստ նահանգապետի ամբողջական թաղամասեր են ոչնչացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Թենեսիում արտակարգ իրավիճակ հայտարարելուն, ինչը կնպաստի նահանգին օգնության տրամադրմանը։ 24 ժամվա ընթացքում մի շարք նահանգներում գրանցվել է 1 ամսվա տեղումներ։ Նյու Յորք քաղաքը զբաղեցրել է առաջինը, Մոսկվան երկրորդ տեղը միլիարդատերերի թվով։ Forbes համաշխարհային հանդեսը հրապարակել է հերթական ցուցակը, ըստ որի աշխարհում ամենաշատ միլիարդատերերը ապրում են Նյու Յորք քաղաքում։ Այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան, երրորդում Հոնկոնգը։ Առաջին տեղը զբաղեցնող Նյու Յորքը ունի 123 միլիարդատեր, դրանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 13-ով։ Ըստ հանդեսի տվյալների Ռուսաստանի մայրաքաղաքում ներկայում ապրում է 90 միլիարդատեր, դրանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 16-ով։ Առաջատարների եռյակը եզրափակում է Հոնկոնգը, որտեղ ապրում է 72 միլիարդատեր, դրանց թիվը քաղաքում մեկ տարվա ընթացքում նվազել է 2-ով։ Նշվում է, որ Հոնկոնգը 2024 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը, որը կիսել է Մոսկվայի հետ։ Չորրորդ տեղը զբաղեցնում է Լոնդոնը, 5-րդը Պեկինը, 6-րդը Մումբայը, իսկ 7-րդը Սինգապուրը, Շանհայը եւ Սան Ֆրանցիսկոն կիսում են 8-րդ հորիզոնականը, իսկ 10-րդ տեղում է հրեշտակների քաղաք Լոս Անջելեսը։ Եվ վերջում, ինչպես միշտ եղանակի մասին, իդեպ հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը այսօր հայտարարել է, որ 2024-2025 թվականների ձմեռը դարձել է ամենաչորը հիդրոթերապևտաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, այսինքն սկսած հեռավոր 1935 թվականից։ Ինչպես մասնագետն է ասում, ապրիլի 1-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-ից 29 սանտիմետրով, այս ցուցանիշը մոտ 13-ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, անցյալ տարի նույն ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է շուրջ 42 սանտիմետրով։ Այսպիսով Երևան քաղաքում ապրիլի 6-ից 3-ը 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 5-ի երեկոյան ժամերին 6-ի գիշերը 7-ից 3-ը 8-ից 9-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվելու։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։